Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 23-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե էլի թիվ 1 իրադարձությունը մնացել է Խաղաղության խորհրդի հետ կապված Հայաստանի մասնակցությունը եւ առհասարակ Դոնալդ Թրամփը ինչ է ձեռնարկել եւ դրա հետևանքները, որովհետեւ շատ լայն քննարկում գնաց Հայաստանում, մի մասը գտնում էին, որ հրաշալի էր դա Հայաստանի համար, շատ լուրջ ձեռքբերում էր, Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի կողքը նստած հավասարի պես զրուցում էր, մի մասը ասում էր դե ճարը ինչ որ չգնար եւ այլ եւ այլ։ Հիմա մենք հասկանանք դա հաջողություն էր, ճարը ինչ թե առհասարակ ինչ էր արածը Դոնալդ Թրամփի։ Երեք այդ մասին հանրագամանորեն խոսել ենք, այսօր էլ ուղղակի անդրադառնանք։ Նախ ինչի եմ ես կասկածի տակ դնում այդ ձեռնարկի հաջողությունը, որովհետեւ չկրկնեմ երեկվա ասածը, ուղղակի մի հատ այսօր մի քիչ այլ ձևով այդ հարցին անդրադառնանք։ Դոնալդ Թրամփը 193 ՄԱԿ-ի անդամ պետություններից հրավեր է ուղարկել ընդամենը 60-ին։ Նախ ինքը ուզում է այլընտրանք ստեղծի ՄԱԿ-ին, չի ասում ՄԱԿ-ն էլ մնա սա էլ լինի, նա սա ուզում է լինի ՄԱԿ-ի փոխարեն, որտեղ ասում է ՄԱԿ-ը իրեն չի արդարացնում, եթե խաղաղություն ես պետք է բերեմ, մենա ես կստեղծեմ, ես էլ կանեմ, էլ իրանք ով են։ Այսինքն ՄԱԿ-ը այլևս պետք չի, իր ստեղծած կառույցն է դա։ Հիմա իր ստեղծած կառույցը ինքը հրավեր է ուղարկում այդ 60 պետությանը, որոնք որ համարում է, որ նրանք կարձագանքեն դրական։ Դե նախապես ինքն է ընտրել այդ 60-ին։ Մոտարապես 193 ՄԱԿ-ի անդամ պետությունների գրեթե 1/3-ին։ Եվ ինչ, իրեն արձագանքում են այդ 60 հրավեր ստացածների 19 հոգի են ստորագրել, ինքը ասում է դե էլի կան, լավ, ընդհանուր գումարենք, էլի կան, որ այդ պահին չեն ստորագրել, միացել են ընդհանուր բոլորն իր այդ 22 հոգի։ Իրան արձագանքել են Ամերիկան հանած 21 հոգի։ Համարյա էլի 1/3, այսինքն 1/3-ի 1/3 մոտարապես։ Եվ ինչ է ստացվում։ Դա պետք է այլընտրանք լինի ՄԱԿ-ի, դա պետք է փոխարինի ՄԱԿ-ին, լուրջ։ Դուք հասկանում եք, որ եթե դա ընդհանրապես թղթիկը տոր չի, ուրեմն դա պետք է վավերացնի կոնգրեսը։ Եթե կոնգրեսը վավերացնելու խնդիր չկա, ուրեմն դա թղթիկը տոր է։ Թրամփը ուղղակի գրել է, ասել է, տեսեք, ես հավաքում եմ, որովհետև լիազորություն, որով դու ասես, մենք անիմաստ ենք տեսնում ՄԱԿ-ի անդամակցության, այն դեպքում, երբ որ դու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ ես, հիմնադիր պետություն ես։ Քու երկրում է գտնվում այդ շենքը։ Եվ այդ պարագայում դու չես կարող որևէ գլոբալ փոփոխություն նախաձեռնես առանց կոնգրեսի, դա է Ամերիկայի օրենսդրությունը։ Իսկ դե դեպքում ո՞նց եք կարծում։ Կոնգրեսը երբ որ տեսնում է այս թվերը, որ 193-ից 60-ին է նամակ գնացել իր ցանկությամբ, 60-ից 21-ն են արձագանքել։ Այս ալրջության տակ իրանք պետք է մտնեն։ Եթե այս ալրջությունը իրանք վավերացնեն, նշանակում է Ամերիկային պետք է անլուրջ վերաբերվեն, ոչ թե Թրամփի արածին։ Ես կարծում եմ, որ իրանք ցույց կտան, որ դա Թրամփի արածն է։ Առավել ևս այս տարվա վերջին ընտրություններն եւ կոնգրես, ստորին պալատի կոնգրեսի եւ սենատի վերին պալատի, որի պարագայում այնտեղ 1/3 ռոտացիա ընդեղել ընտրություններ, որի պարագայում իրանք խնդիր ունեն ընտրվելու։ Իսկ դրանք լավ պետք է մտածեն։ Դեմոկրատները պետք է դատապետեն Թրամփի արածը, դա իրանց համար շատ հարմար է, սկսած Գրենլանդիայով մինչև ՄԱԿ-ը լուծարելը, ցանկությունը։ Հանրապետականներն պետք է փորձեն տարանջատվել Թրամփից, այլապես իրանք չեն անցնի։ Եթե Թրամփի բեռը վերցնեն իրանց վրա, Թրամփը էլ գնացող նախագահ է։ Ուրեմն նշանակում է նույնիսկ այս պարագայում, եթե ինքը մեծամասնություն ունի, այդ մեծամասնությունը հազիվ թե իրան պաշտպանի։ Եվ բացի դրանից, երբ որ ասում են Նիկոլ Փաշինյանը հավասարի հետ նստած զրուցում էր, Նիկոլ Փաշինյանը ինչ առիթով էր հավասարի հետ նստած, որ այդ փաստաթղթում գրած էր, որ շեֆը Թրամփն է, բայց այդ կառույցի նախագահը Թրամփն է։ Ինքը համարում է, որ ինքն է այդ կառույցի ղեկավարը։ Միշտ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։
Բայց այդտեղ հավասարին որն է։ Եվ ուշադրություն դարձրեք, սա շատ կարևոր բան է։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը շատ լուրջ պաշտոն է։ Այդ շատ լուրջ պաշտոնը չեն կարող զբաղեցնել անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ պետության ներկայացուցիչ, որովհետև դու տեղից էլ բավական լուրջ լիազորություն ունես, որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ, բա մի հատ էլ պատկերացրեք այդ հզոր կառույցի ղեկավար լինում է քու պետությունից։ Այդ ընթացքը կարող է շատ այլ ուղղությամբ գնա զարգացումները։ Այդ իսկ պատճառով ու կապ չունի դա գրած է, թե ավանդույթի ուժով է։ Ուղղակի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունը չի կարող լինել գլխավոր քարտուղար։ Իսկ Տրամպը Ամերիկայի նախագահն ասում է, այս կառույցի ղեկավարը ես եմ, վերջ։ Նույնիսկ ՆԱՏՕ-ն անվտանգության մի կառույց, որը մեծապես գիտեք դրա կշիռը Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի կամ որևէ պաշտոնյա լինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Այո, բանակի հրամանատարը Միացյալ Նահանգներից է։ Հայո։ Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պատվիրակված է եվրոպական առաջնորդներին, էքս-առաջնորդներին, որ մեկը վարչապետ է ալում, գալիս է աշխատում այդտեղ կամ մեկ ուրիշ պաշտոնի։ Այս ձևով ցույց են տվել։ ՄԱԿ-ում նույնիսկ ասել են, գլխավոր քարտուղար պետք է լինի, ցանկալի է լինի փոքր պետության ներկայացուցիչ ու համեմատաբար չեզոք երկրի ներկայացուցիչ, որ որևէ ձևով խառնված չլինի ինչ-որ պրոցեսների, որ կարող են նաև ընդհանրական քաղաքականություն տանի եւ մարդիկ չասեն, կարող է կողմնապահություն անի այս կամ այն կողմի վրա։ Սա սկզբունք է, ժողովուրդ ջան։ Այդ սկզբունքի պարագայում Դոնալդ Տրամպը բոլոր այդ սկզբունքները ոտնահարելով ասում է, ես ստեղծում եմ, ես պետք է ըլնեմ, ու սա էլ պետք է լինի այլընտրանք այն դեպքում, երբ որ այդ այլընտրանքը ընդամենը 22 հոգի է։ Ու այդ 22 հոգի տեսնելուց հետո շատ-շատերն արդեն պետք է մտածեն, եթե ուշ ուզենային արձագանքեն, բայց իրանց ընդհանրապես պետք է դրան միանալ, եթե դա հանկարծ չկայանա։ Ու դրա համար խնդիր է առաջանում։ Շատերը լավ հասկանում են, որ Դոնալդ Տրամպի պահանջը Նիկոլ Փաշինյանը մերժել չէր կարող։ Իհարկե։ Մանավանդ որ նա ասում է խաղաղությունը ես եմ բերել, մանավանդ որ Թրիփի ծրագիրը Հայաստանով անցնող ասում է ես եմ երաշխավորը։ Բայց ինչ եք ներկայացնում, որ դա անես գերագույն հաջողություն է։ Բավաղ է, եթե այդ ծրագիրը պարզվեց, որ անլուրջ ծրագիր է։ Ամեն մեկին պետք է ասեն, դե լավ, դե ճարն ինչ էր, որ տենց չաներ։ Բայց դուք տենց չեք ներկայացնում։ Ներկայացնում եք, որ սա շատ լուրջ հաջողություն է, բայց դրա տակից հետո ո՞նց եք դուրս գալու։ Դուք որպես փոքր պետություն կողքից կասեին, հա լավ, դե Հայաստանն ինչ պետք է ներ։ Տրամպն ասել է, նա էլ համաձայնվել է։ Ու շատ հանգիստ կարայիք անցնեիք ձեր մնացած գործերին։ Բայց այսպիսի շոշափելի հաջողություն եթե ցույց ես տալի, բոլոր ստորագրողները տակից դուրս կգան, Հայաստանը դրա տակ կմնա, որովհետև իր նկատմամբ բռնի ուժը ինքը բացատրում է, որ ինքը իր կամքով է տրվել, հասկանում եք, իր համար ինչ մեծ պատիվ է, որ հենց իրան են ընտրել, որ ինքը տրվի։ Ժողովուրդ ջան, դա շատ վատ է դրսևորվում մարդկանց այլ պարագաներում։ Ու հետո դա բադրանից ոնց եք մաքրվելու։ Սուսուփուս ձեր տեղը մնայիք, իսկ որպեսի սենց վայրիվերումներ չլինի, այսօր կողմ թռչկոտումներ չլինի։ Պետք չի մի օր գնալ Շանհայ, վաղը մյուս օրը կանգնի իսլամական համագործակցության կազմակերպությունն ասի Հայաստանին միացի, պետք է ասեն ինչու՞ չէ, իսկ Փաշինյանին պաշտպանողները ասեն, դե հերիքա, իսկապես միանանք կարգին հանգիստ ապրենք էլի, բայց ինչ մեր ինչների սա պետք ուրիշները։ Վաղը մյուս օրը Արաբական պետությունների լիգան կդիմի, Աֆրիկյան ազգային կոնգրեսը կդիմի, դե ոնց մերժեր, ժողովուրդ ջան։ Բա խնդիր է, չէ։ Մի ձև կար, որ ասում էինք, հայտ ներկայացու Եվրամիությանը, որի հետ կապված եթե որևէ տեղից այդ կարգի առաջարկություններ լինի, ասես հարգելիս, ես Եվրամիության անդամ չեմ, բայց դուք գիտեք դա ինչ ճանապարհ է, ինչպիսի պարտավորությունների ճանապարհային քարտեզ է։ Եթե ես այդ պարտավորությունները ստանձնել եմ, հանգիստ թողեք, ես քայլար
քայլ գնամ առաջ, մի հատ էս կողմից մի կանչեք, մի հատ այն կողմից, մի հատ այն կողմից։ Ում հետ կուզենաս կհամագործակցես ու պարտադիր չի հենց այսօր Եվրամիության անդամ դառնաս։ Դու առաջի քայլն անում ես ու քեզ ապահովագրում ես, որպեսզի բոլորին ստիպված չլնես ասես եւ բոլոր տեղերից քեզ չքաշեն։ Իսկ վաղը եթե հանկարծ պարզվեց, որ այդ թուղթը ոչ մի բան է, ձեզ ո՞նց եք զգալու այս ամեն ինչը ո՞նց էիք ներկայացնում։ Իսկ դա մի ձև կա, այո։ Եթե փաստի առաջ չկանգնացնես քեզ էլ երկիրն էլ, դու կարող ես շատ հանգիստ, որ Եվրամիությունից ընդամենը երկու երկիր միացան, մյուսները չմիացան, ազդեցիկ պետությունները չմիացան։ Ինչ եղավ, որ Հայաստանն էլ ասեր ես իմ ճանապարհը դեպի Եվրամիություն է։ Ու ինքն էլ որ չմիանար, ինչ պետք է լիներ որ։ Ոչ մի բան։ Իրեն չէին էլ դիմի։ Կասեն դե ինչ դիմենք, ինքը եվրոպական ընտանիքի հետ համագործակցuma ճանապարհը հանգե։ Քեզ դիմում են, որովհետև բոլորին հայ ես ասում։ Հետո էլ նեղանում են ասում, բանան հայ ես ասեմ, ես ինչի չես ասում։ Մի հատ ուղղակի կուսումնասիրեք կտեսնեք, թե սրա հետագա ճանապարհը ինչ կարող է լինի։ Եվ այսօրվա խրախճանքը, երեկվա խրախճանքը, մի հատ կհամեմատեք, թե ինչ էին ուզում բացատրեն, թե սա ինչ մեծ հաջողություն է։ Ու առիթ կլինի, մենք հետո էլի դրան կանդրադառնանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Դավոսում անհավանական էր։ Գրենլանդիայի հետ կապված ծրագրի աշխատանքները շարունակվում են եւ այն հրաշալի կլինի ԱՄՆ-ի համար։ Իսկ խաղաղության խորհուրդը մի բան է, որը աշխարհը երբեք չի տեսել։ Շատ յուրահատուկ, այնքան լավ բան է կատարվում։ Իհարկե աշխարհը չի տեսել։ Այսպիսի որոշում աշխարհը ոնց կարա տեսնի։ Ոչ ազգերի լիգան է սենց եղել, ոչ ՄԱԿ-ն է սենց եղել, ոչ էլ ընդհանրապես որևէ միջազգային կառույց կարա սենց աբսուրդ ձևով կառուցած լինի։ Սա մի հոգու մտքի ֆանտազիա է, կողքի մարդիկ է չեն ասի, այս ինչ ես անում, սա ինչ է, սա ոչ մի քննության չի դիմանում, ոչ մի տողը, չեմ ուզում շատ խորանամ տողերի մեջ, դրա համար ընդամենը մեկ բանն ասեցի, ընտրովի պաշտոնը ինքն ամիշտ։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է. մենք հիմնավոր կասկածներ ունենք խաղաղության խորհրդի ՄԱԿ-ի սկզբունքների եւ կանոնադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Կոշտան հայտնել է իր պատրաստակամությունը շարունակել Միացյալ Նահանգների հետ աշխատանքը Գազայում խաղաղություն հաստատելու համար, առանց այս կառույցին մասնակցելու։ Ահա Եվրամիության բարձր տրամաչափի չինովնիկի պատասխան, եւ դա իր կարծիքը չի, դա ամբողջ քննարկման արդյունքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեմ չէ մնալ խաղաղության խորհրդի նախագահ, նաև իր երկրորդ ժամկետից հետո գուցե, անգամ ցմահ ավելացնելով, որ վերջնական որոշումն ինքն է կայացնելու։ Այսինքն սա իր հիմնարկն է, ժողովուրդ ջան։ Նույնիսկ ասում է, եթե ես չլնեմ նախագահել, այս հիմնարկի ղեկավարը ես եմ, մեկը հարցնի, որ դու չլնես նախագահ, կավասկի տուն չթողեն։ Հիշեն, թե ինչքան վատ բաներ ես արել, ու ասեն հաջողություն, թե չմտնես։ Գնա տեղ որտեղ ունես ուրիշ տուն, մեկը շատ ունես։ Գնա մի տեղ մնա։ Այսինքն այդ կառույցը մտամ քորոք աշխատելու, հա։ Եվ մեկ էլ պաշտոնաթող նախագահը դա պետք է աշխատացնի։ Այս աշճանի կարելի է կտրված էլ իրականությունից։ Այս կառույցի ընթացքում հարմար ես գտե 60 հոգու դիմես, 21-ն է արձագանք է, դու դեռ խոսում ես ցմահ կառավարելու մասին։ Ես դրան իրավունքն ունեմ, եթե ցանկանամ դա, մտամ արդեն ես իմ ինչ հաստեղծել, արդեն իրավունք է բանացնում։ Ի վերջո ես ինքս կորոշեմ, ավելացել է նա, ասելով, որ կտեսնի, թե ինչ տեղի կունենա։ Թրամփը նշել է, որ ուրիշներն էլ են իրան հորդորում մնալ այդ պաշտոնին, ավելացնելով, բայց ես վստահ չեմ, որ ցանկանում եմ դա։ Այսինքն եթե ցանկանամ, դե կմնամ, դե պարզ չի ցմահ կմնամ։ Թրամփին հարցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորության մասին իր ելույթը խաղաղության խորհրդում ֆինանսավորելու համար։ Նա պատրաստվում է մտնել խաղաղության խորհուրդ եւ իր ներդրումն ունենալ $1 միլիարդ չափով եւ իր փողերի օգտագործումը ես նկատի ունեմ այն, որ եթե նա օգտագործի իր փողերը, դա հիանալի կլինի, ասել է Թրամփը։ Այնքան է փողի անունը, լսի վերջ։ Բանը Պուտինն էլ գիտի սառեցրած փողը, դե չգիտի, դա ընդհանրապես երեսը կտեսնի թե չէ, ասում է այդ $1 միլիարդ հանեք, ես մասնակցելու եմ։ Այդ միլիարդը դրեք, համաձայն եմ, դե Թրամփն էլ ասի վերջ, միլիարդը դրեց, էլ հարց չկա։ Արդեն Պուտինի հետ լավ լնենք, էլի բա միլիարդ դրելա, մյուսներին դաս է տալիս։ Տեսեք, ես դրեցի ու մտա։
Եթե դու կանգնում ես մի հատ կառույց ես ստեղծում ու ասում ես այդ կառույցը ցմա ես եմ դրա ղեկավարը եւ դու ակնկալում ես որևէ բարձր տրամաչափի մի հատ երկիր գգա կմտնի քու թևի տակ մանավանդ որ ես բերեցի ՄԱԿ-ի օրինակը թե ոնց է սկզբունքը գործում այսինքն ումից ես ակնկալում Ռուսաստանը պետք է գա մտնի այդ $1 միլիարդ փրկելու համար մեկը գիտի կորած փողը ասում վերցրու համաձայն եմ գանք մտնենք Ռուսաստանը պետք է համաձայնվի, որ մտնի միտեղ, որտեղ ցմահ լիդերը Ամերիկայի նախագահն է, այն էլ Ամերիկայի նախագահը, չէ, հետո էլ Ամերիկայի էքս-նախագահն է։ Այսինքն իրենքը պաշտոնի մեջ չի ասում է, ես եմ որպես նախագահ, ասում է այդ իմ ստեղծած հիմնարկն է, եթե ես նախագահ էլ չլնեմ, շարունակելու եմ մնալ իմ հիմնարկի ղեկավար։ Այդ թղթի տակ ենք մենք ստորագրել, որ թրջկոտում ենք երջանկությունից։ Շատերն են իհարկե գրավոր պատասխանել, որ իրանք դեմ են չեն միանում, բայց մի հատ էլ էլի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Իսպանիան չի մասնակցի Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար ստեղծված նոր խաղաղության խորհրդին, Մադրիդի պաշտոնական դիրքորոշումը հիմնված է բազմակողմ սկզբունքներին, միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կենտրոնական դերին նրա նվիրվածության վրա։ Այսպես Նաև մի քանի եվրոպական երկրների ղեկավարներ պաշտոնապես մերժել են, ոչ թե ձայն չեն անել, պաշտոնապես մերժել են, որ անընդունելի են համարում եւ հավատարիմ են մնում ՄԱԿ-ին։ Իսկ հետո, երբ որ Կանադան ասեց, որ Գրենլանդիային է պաշտպանում եւ իր վերաբերմունքը ցույց տվեց, որ կանգնած է Գրենլանդիայի թիկունքին, եվրոպական ծրագրերին կողմնակիցը, Դոնալդ Տրամփը ծանր տարավ, չէ, եւ երկու տարբեր հայտարարություններով արձագանքեց Կանադայի վարչապետին, հիմա երկուստ էլ ներկայացնեմ ձեզ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, մենք պատրաստվում ենք պաշտպանել Կանադային, նրանք այնքան շատ անվճար նվերներ են ստացել մեզանից, նրանք պետք է շնորհակալ լինեն մեզ, Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ին, բայց նրանք շնորհակալ չեն, ես տեսել եմ ձեր վարչապետին, նա այնքան էլ շնորհակալ չէր, հիշիր, Մարկ, որ հաջորդ անգամ դու էլ քո հայտարարություններն անես այստեղ, այնինչ մենք արել էինք Իսրայելի համար հիանալի էր, բայց դա ոչինչ է, համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ծրագրում ենք ԱՄՆ-ի, Կանադայի, աշխարհում այլ մասերի համար, մենք գմբեթ ենք կառուցում, որը ոչ մեկին չէր հաջողվում անել, ես ասել եմ BB-ին, մի վերագրիր քեզ, գմբեթը դա մեր տեխնոլոգիան է, շեշտել է ԱՄՆ նախագահը, իսկ այսօր արդեն սա երեկվա արձագանքն էր Քարնիին Այսօրվա արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարելով խաղաղության խորհուրդը հետ է կանչում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված միջազգային կազմակերպությանը միանալու հրավերը։ Մթամ նայել է տա կոտորեց իրան միանալ, դու էլ հետ ես կանչում։ Դու ուղարկել ես նա մերժել, հիմա էլ արդեն ասում ես հրավերես հետ եմ կանչում։ Մնացածից էլ ես հետ կանչել, որ մերժել են։ Հարգելի վարչապետ Քարնի, խնդրում եմ ընդունել այս նամակը որպես պաշտոնական ծանուցում այն մասին, որ խաղաղության խորհուրդը հետ է վերցնում ձեզ ուղարկված հրավերը Կանադային, միանալու այն ամենահեղինակավոր առաջնորդների հավաքին, որը երբևէ հավաքվել է, գրել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն սա ամենահեղինակավոր հավաքն է, որը երբևէ հավաքվել է։ Բա ՄԱԿ-ում ովքեր են։ Անհեղինակ 193 երկիր, որի մեջ է նաև Միացյալ Նահանգները։ Այսինքն կարելի է ասենց իրականությունից կտվել ու աշխարհի խնդիրներ քննարկել։ Դանիայի արտգործնախարար Լարս Ռենե Ռասմուսենը հայտարարել է, այսօր Գրենլանդիայի հետ կապված է շարունակվում, որտեղ Գրենլանդիայի թեման երեք ասեց, այո, մաքսատուրքերը այն ինչ որ մտցրել են կհանենք, իսկ շրջանառության մեջ էլ չմտավ փետրվարի 1-ից պետք է մտներ, ռազմական միջամտություններ չի քննարկվում։ Ուղղակի ուզում եմ $1 միլիոն ամեն քաղաքացուն տա 56,000 մարդուն եւ առնի, բայց դա էլ չի կարողանում, մարդիկ չեն վաճառվում։ Բայց այնուամենայնիվ այս զգուշավորությունը հանդես բերում է Դանիայի արտգործնախարար Լարս Ռենե Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ դեռևս սպառնալիք է ներկայացնում Գրենլանդիայի համար։ Իհարկե Գրենլանդիայում ռազմական ուժի կիրառումից հրաժարվելու մասին Թրամփի խոսքերը լավ են, բայց խնդիրն ինքնին չի գոլորշիացել, ասել է Ռասմուսենը։ Նախարարի կարծիքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը դեռ ձգտում է կղզին ձեռք բերել։ Բայց հետո գիտեք ինչն է հետաքրքիր։ Այնպիսի խոստովանություններ, որ անում են։ Օրինակ տեսեք, ես ձեզ մի բան ասեմ։ Նաև Ֆրանսիայի հետ կապված էլ որ անհարգալից խոսում էր Դոնալդ Տրամփը, չէ՞։ Եթե մարդիկ պատմություն չգիտեն
ուղղակի վերցնում են մի հատ էպիզոդ եւ այդ էպիզոդը զորբայությամբ ուզում են անցկացնել, թե մենք ստեղ ճիշտ ենք, ես ասում եմ այդպես չի, ժողովուրդ ջան։ Եթե Ամերիկան այդպես խոսում է Եվրոպայի հետ կապված, ես ասում եմ ճիշտ չես անում։ Եթե Եվրոպան խոսի Ամերիկայի հետ կապված ու չգնահատի, թե Ամերիկան իրանց համար ինչ է, նույն հաջողությամբ ես նույնն եմ ասելու։ Այսօր այս զորբայությունն անում է Ամերիկան։ Դրա համար ես կոնկրետ ներկայացնում եմ Ամերիկայի ասածը։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարել է. ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը եւ հետեւաբար պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ։ Այսինքն պայմանագիր են կնքել, դու անվտանգությունն ապահովում ես եւ դրա հետ կապված ես իրավունք ունենամ գամ քո հարստությունից օգտվեմ։ Պատկերացրեք, պայմանագիր են կնքում պահնորդական ծառայության հետ, որը պետք է ապահովի մեր շենքի անվտանգությունը, եւ նա ասում է, «Ես իրավունք ունենամ, կամ ձեր կահույքը վերցնեմ, տանեմ եւ մեկ է սառնանը։ Լվացքի մեքենան է, սպասեք, հաջորդ անգամ կտանեմ»։ Կասես, ընկեր, մի րոպե, այդ դեպքում սպասի ուրիշին պատվիրակենք մեր անվտանգությունը։ Դու մեր անվտանգությունը ումից ես պահում, Չինաստանից, Ռուսաստանից, կարող է նա չի պատրաստվում մեր կահույքը տանի, բերեք նրա հետ պայմանավորվենք, էլ վախենալու ոչ մի բան չենք ունենա։ Հիմա շարունակությունը նայեք աբսուրդի։ Նախ մենք ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով եւ ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք, ասել է Վենսը, բայց հարց է ծագում, ինչեւ է 11 անվտանգության համար ենք ուզում։ Հիմա տեսակ, որ անվտանգության համար ասես փռել են դեմները, ասում են, եկեք ինչքան տարածք պետք է օգտագործեք, անվտանգությունն ապահովեք, տո ինքնաթիռ բերեք, տո Սուզանավ բերեք, տո ինչ ուզում եք բերեք, եկեք արեք։ Ասպես ոնց, բա հանքերը, բա հողերն ու փողերը։ Պարզվեց, հա ձեր ուզածն ինչ էր, այտենց անհանգիստ էիք, որ կարող է անվտանգության խնդիր է։ Շարունակությունը ավելի վատ խոստովանություն է։ Վենսի խոսքով կղզու անվտանգությունն ապահովում է ոչ թե Դանիան, այլ Միացյալ Նահանգների ուժը, դա էլ հասկացանք։ Սա կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Հարցրեք ինքներդ ձեզ, ինչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Արկտիկայի նկատմամբ վերահսկողության բացակայության դեպքում մեր ամբողջ հրթիռային պաշտպանության համակարգը կանկայունանա, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Ժողովուրդ ջան, այս մարդկանց հարցաքննել պետք չի։ Իրանք ամեն ինչ խոստովանում են։ Այսինքն քեզ պետք է Գրենլանդիան, որպեսի հեռացնես վտանգը Ամերիկայից, բայց այդ մարդկանց վրա ինչես մուննատ գալի։ Ինչես այդ մարդկանց տարածքը ձեռից խլում։ Այսինքն քեզ է պետք է տարածքը քո անվտանգության տեսանկյունից։ Դու պետք է խնդրես այդ երկրին, ասես տղեկ ջան, աղջկեք ջան, պատվարժան տիկնայք եւ պարոնայք, կլինի որ ես բազասն հենց ընդլայնեմ, որպեսզի այդ վտանգը չեզոքացնեմ, օգնեմ քեզ էլ, օգնեմ ինձ էլ։ Դու ասես ոնց, ես քո անվտանգությունն եմ պահում, հետո ասես չէ, իմ անվտանգության համար է դա ինձ պետք։ Բա քո անվտանգության համար դա պետք է շնորհակալություն հայտնի, որ այդ մարդը տարածքը քեզ տրամադրում է։ Այսինքն դուք պատկերացրեք ինչ բացահայտեց։ Երկու բան միանգամից։ Մի օրվա ընթացքում է։ Մեկը որ մեզ հանքերն է պետք դրա համար ենք տարածքն ուզում, եւ երկրորդը մեզ պետք է մեր անվտանգության համար, ոչ թե ձեր։ Մեզանից վտանգը հեռացնում ենք։ Այդ մարդիկ սիրա փաստորեն ստացվում է, որ բազա եք տրամադրում եվրոպական տարբեր երկրներ կամ տարբեր տեղեր, որպեսի Ամերիկայի Միացյալ Նահանգները վտանգը շուտ զգա, շուտ ֆիքսի եւ շուտ չեզոքացնի, վաղն էլ կանգնելու ես ասես Գերմանիայում բազա ունենք, էդ էլ է իմը։ Իտալիայում էլ ունենք, այդ երկիրն էլ է ից պետք։ Դե դրա համար Իտալիայի վարչապետն ասեց, բազատ վեր կալ ստեղից գնա։ Եթե դու պետք է բազան բերես անվտանգության համար, դրա տեղը պետությունն ուզես։ Հիմա դուք հասկացաք, չէ, մի օր էր պետք բացահայտելու համար, չնայած այնպես չէր, չէ՞ որ մենք չգիտեինք։ Այս ուղղակի իրանց ասածն ասում են, որ ապացուցենք, որ այն ինչ որ քննարկել ենք, սրան էր վերաբերում։ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված արտակարգ գագաթնաժողովում Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հրաժարվել իր քաղաքական
հակառակորդների նկատմամբ բարձրացված մաքսատուրքերի սահմանումից և ընդգծել Եվրամիության անդամ պետությունների միասնականության կարևորությունն իրենց ընդհանուր շահերը պաշտպանելու գործում, ԵՄ կշարունակի պաշտպանել իր շահերը և պաշտպանել իրեն ցանկացած տեսակի շանտաժից, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր են գնահատել Եվրամիության միասնականությունը Գրենլանդիայի հարցում: Պարզվում է, որ եվրոպական միասնությունն ու վճռականությունը կարող են իսկապես արդյունքներ տալ, ասել է Մերցը: Մակրոնը նշել է, որ միասնական գործելով Եվրոպան կարող է ստիպել իրեն հարգանքով վերաբերվել: Միևնույն ժամանակ նա կոչ է արել զգոն մնալ չնայած ընդունելի իրավիճակին: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. «Մենք աշխատում ենք Եվրամիության և Գրենլանդիայի հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ և դրա շրջանակում Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի համապարփակ ներդրումային փաթեթ: Եվրամիությունը մտադիր է իր պաշտպանական բյուջեի մի մասը հատկացնել Արկտիկայում օգտագործելու համար սարքավորումների, մասնավորապես եվրոպական սառցահատի ձեռքբերմանը: Մենք պետք է ամրապնդենք մեր անվտանգության և պաշտպանության համաձայնագրերը տարածաշրջանի գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Նորվեգիան, Իսլանդիան և այլն: Գրենլանդիայի համար սա դարձել է իրական աշխարհաքաղաքական անհրաժեշտություն»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը: Հիմա դուք տեսնում եք, որ Եվրոպան իր միասնական քաղաքականությամբ Տրամփին ցույց տվեց, որ ձևը այդպես չի: Եթե դու ցանկանում ես մեզանից տարածք վերցնես, մենք միասնական կկանգնենք քո դեմ: Ու ի դեպ, այդ հարցում, ինչպես տեսաք, կանգնեցին միասնական և Մեծ Բրիտանիա, որ ավանդաբար համարվում է ԱՄՆ-ի եվրոպական ամենասերտ դաշնակիցը, և Ջորջը Մելոնին, Իտալիայի վարչապետը, որը համարվում է Տրամփի սերտ դաշնակիցը, ամենամտերիմ մարդկանցից մեկը Եվրոպայում ԱՄՆ-ի այսօրվա նախագահի հետ, ոչ թե առհասարակ Իտալիայի և Ամերիկայի հարաբերությունների: Բայց տեսաք, թե ինչպես կոշտ կանգնեցին, իրենց շահերը պաշտպանեցին: Որովհետև դա համակարգ է, ժողովուրդ ջան: Նույնիսկ եթե Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չէ, ավելի սերտ է համագործակցում համաեվրոպական շահերի սպասարկման հարցում: Ես որ պարբերաբար ասում, գոնե դա գիտես համակարգ է, համակեցության կանոններ կան Եվրամիությունը: Այնտեղ այնպես չի, որ մի պետության հետ այսօր լավ ես, վաղը վատ ես, կամ ընտրություններով մեկը փոխվեց, մեկը եկավ, իրավիճակ փոխվեց: Դա ավելի երկարաժամկետ հեռանկարային թե տնտեսական, թե ռազմաքաղաքական ծրագիր է: Եվ մեկ է տեսեք ինչ է ասում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. «Մարդիկ կարծում են, որ Թրամփը կամ ես կամ Ռուբիոն ատում ենք Եվրոպան կամ որևէ խնդիր ունենք Եվրոպայի հետ: Ոչ, մենք սիրում ենք Եվրոպան: Ինչու ենք մենք ուզում, որ Եվրոպան վերահսկի իր սահմանները, որովհետև մենք սիրում ենք եվրոպական քաղաքակրթությունը: Մենք ուզում ենք, որ այն պահպանվի: Ինչու ենք մենք մտահոգված տնտեսական աճով, որովհետև նրանք մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն են աշխարհում: Էս ի՞նչ բաժակաճառ ա, տղեկ ջան: Բա մի երկու օր առաջ նենց չէիք խոսում: Ամենավերջին վիրավորական արտահայտություններն անում էիք: Բա ասում եք Ամերիկա աշխարհամասը մերն է: Քանի՞ հոգի Ամերիկա աշխարհամասից միացավ ձեզ: Կամ քանի՞ հոգու նամակ գրեց Թրամփը: Ու քանիսը պատասխանեց դրական: Էդ է: Բա էդ էլ ձեր ազդեցության գոտին էր: Եվրոպայի հետ կոնֆլիկտի եք գնում: Մենք կիսում ենք ընդհանուր քաղաքակրթական ժառանգություն: Ինչու ենք մենք մտահոգված ՆԱՏՕ-ով, որովհետև մենք ուզում ենք, որ Եվրոպան կարողանա պաշտպանվել: Եթե Աստված մի օր ասե, նրանք ներխուժվեն: Մենք այնքան ենք սիրում Եվրոպան, որ պահանջում ենք, որ նրանք անեն այն, ինչ իրենց ղեկավարությունը հրաժարվում է անել, այսինքն՝ հոգ տանել իրենց մասին և ավելի խելացի լինել», ասել է Վենսը: Թրամփը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն լինի ամերիկյան անվտանգության հովանոց, որտեղ մեր զորքերը պետք է գնան և կռվեն Եվրոպան պաշտպանելու համար: Նա ցանկանում է, որ Եվրոպան լինի ինքնաբավ: Եվ ես ցանկանում եմ, որ դա ճիշտ մոդելն է: Ես կարծում եմ, եթե Եվրոպան փլուզվի, դա վատ կլինի Ամերիկայի համար: Այսպիսով մենք հոգ ենք տանելու մեր սեփական երկրի մասին, պաշտպանելու ենք մեր սեփական սահմանները և խրախուսելու ենք մեր եվրոպացի ընկերներին անել նույնը:
նշել է ԱՄՆ փոխնախագահ։ Իհարկե, եթե խոսքը վերաբերում է նրան, որ Եվրոպան ռազմական ծախսերն ավելացնի եւ հզոր անվտանգային համակարգ ունենա, առաջի ուրախը ես կլինեմ կամ իմ նման մարդիկ, ովքեր գտնում են, որ մեր ապագան Եվրամիությունն է։ Եթե Եվրամիությունը նաեւ անվտանգային ինքնաբավ համակարգ ունենա, բա ուրախ չեն կլինի։ Ինչքան էլ Տրամպը ճնշի Իրան, որ Իրան գնան դրան, միայն մենք ուրախ կլինենք։ Բայց խնդիրը ուրիշ է, չհակադրվել, այլ գործընկերային հարաբերություններում Եվրոպային օգնել։ Որովհետև երբ որ ՆԱՏՕ-ն ստեղծում էր մի բանի համար, որ ապահովել Եվրոպայի անվտանգությունը, Ամերիկան հանձնառու էր դրան, հիմա մուննաթ ես գալի Եվրոպայի վրա, ասպես ես ինչ ես անում, ինչ պետք է անի, դու ես դա ցանկացել, դու ես ասել, եկեք ստեղծենք, բա որ ՆԱՏՕ-ն հիմնադրում է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում 10 հիմնադիր պետությունով, բա Ամերիկա այդ ժամանակ դու չէիր ասում ձեր անվտանգությանը տեր է, հիմա չես մուննաթ գալի, եթե չես զում տերն ես, ասա տղեկ ջան, կներեք, հիմիկվանից արդեն խաղի կանոնները փոխվել է, ես ձեզ օգնեմ կամաց բարեկամաբար իրարից բաժանվենք, որպեսզի մնանք լավ բարեկամներ։ Ոչ թե անդադ ասես շնորհակալություն չեք հայտնում, իմ արածը չեք գնահատում, ես որ չլեմ դուք կորած եք, ես որ չլեմ դուք կվերանաք, դուք ոչինչ եք, բա մարդիկ էլ բան են հիշացնում, չէ։ Բա որ անկախություն էիք հռչակում 1776 թվականին, ընդամենը 13 նահանգ, չէ 13 գաղութ էր, միացրեցին 13 նահանգով անկախություն հռչակեցիք, հոյմիկվա 50-ը չէր։ Բանդեր մի լեգենդար անձնավորություն կար, բա Ֆրանսիային չէիք ուղարկել։ Դեղ էլի լեգենդար անձնավորություններ կան, որովհետև Ամերիկայի հիմնադիր հայրերի ամենաէլիտար առաջի 7-ից 4-ը եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջի 4 նախագահները՝ Ջորջ Վաշինգտոնը, Ջոն Ադամսը, Թոմաս Ջեֆերսոնը եւ Ջեյմս Մեդիսոնը։ Բայց մի ուրիշն էլ կար, որ նախագահ չէր եղել, պակաս հեղինակավոր չէր։ Բենջամին Ֆրանկլինը, որը հիմնադիր հայրերից միակն է, որ ստորագրել է Ամերիկայի հիմնադրումը 3 հիմնարար փաստաթուղթը 1776 թվականի անկախության հռչակագիր, 1783 թվականի Վերսալյան հաշտության պայմանագիր եւ 1787 թվականի սահմանադրությունը։ Բայց վերադառնանք Վերսալյան հաշտության պայմանագրին, բայց այդ ի՞նչ պայմանագիր է։ Հա, Ֆրանսիան միջնորդում էր, որ վերջապես պատերազմն ավարտվի Բրիտանիայի հետ, ինչի որ անկախությունը հռչակել եք, պատերազմն ավարտվել էր։ Էլ կոնֆլիկտ չկար Բրիտանիայի հետ, ինքը սիրահոժար հետ քաշվեց։ Բա 83 թվականին չեք խնդրում այդ նույն Ֆրանսիային, անուն եք դնում Ֆրանսիային։ Բա 1776 թվականին 70 տարեկան Բենջամին Ֆրանկլինին չէի ուղարկում Ֆրանսիա դեսպան։ Այդ մարդը 1706 թվին ծնվել է, 76 թվին դեսպան է գնացել, 1790 թվին էլ մահացել է։ Ուղարկել եք, որ գնար Ֆրանսիայից փող խնդրեր։ Մոռացել եք։ Մեկ էլ բարեհաճ վերաբերմունք էիք ուզում Իրանից, որպեսի Բրիտանիայից պաշտպանի ձեզ։ Ինչ ամեն ինչ հարթ էր, 76 թվին, որ անկախություն էիք հռչակել։ Ֆրանսիայի աջակցությունը չեք ակնկալել։ Թե հիմա դա արդեն մոռացել եք այդ ամեն ինչը։ Արդեն դուք ուժեղացել եք։ Այդ նույն Ֆրանսիան դրանից 100 տարի հետո ազատության արձանը սարքեց, որ հիմա Ամերիկայի խորհրդանիշն է։ 10 տարի պատվանդանի փողը չէիք կարող հավաքեիք։ Արձանը նվեր էր տալիս։ 1876 թվից մինչև 86 թիվ հազիվ պատվանդանի փողը հավաքեցին։ Քանի միջոցառում արիք, որ հավաքվեր։ Արձանը նվեր տվեցին իրանք, որի ճարտարապետներ Ֆրիդերիկ Ավգուստ Բարտոլդին, իսկ ինժեներական կարկասը Ալեքսանդր Գուստավ Էյֆելը։ 1876 թվին հազիվ ջահը տարել էիք Ֆիլադելֆիայի համաշխարհային ցուցահանդեսում դրել էիք, որ ցույց տայիք մեկ էլ էսկիզները, որից հետո տարակպցրեցիք, հետո հետ բերեցիք 86 թվին 10 տարի հետո նոր 100-ամյակի արձանը 110 տարի հետո նոր տեղադրվեց։ Այդ էր Ֆրանսիան, ժողովուրդ ջան։ Ձեզ համար ենք ասում։ Դուք միակողմանի բան եք ասում, մարդիկ էլ ասում են ապերախտ մարդիկ եք։ Եթե Ֆրանսիան չգնահատի Ամերիկայի արածը, նույնն եմ ասելու նաև Ֆրանսիայի հասցեին, չկասկածեք։
Իսկ հիմա նայենք նաև Ուկրաինայի հետ կապված իրավիճակը պակաս լարված չի, որտեղ հարցերը լուծված չի, դեռ շատ ինտենսիվ է բանակցությունները եւ նոր աշխարհակարգի հետ կապված տեսնում եք Ուկրաինայի հարցը չլուծած մի օր Գրենլանդիա է առաջ գալի, մի օր խաղաղության խորհուրդ առաջ գալի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. այո, ճիշտ է, որ դեկտեմբերին ռուսները ամեն օր կորցրել են 1000 մարդ, ոչ թե ծանր վիրավորված, այլ սպանված։ Դեկտեմբերին դա ավելի քան 30,000 է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Դոնալդ Թրամփի պահանջներին, մասնավորապես Գրենլանդիայի վերաբերյալ նրա հայտարարություններին չափազանց ուշադրությունը շեղում է եվրոպական երկրների ուշադրությունը Ուկրաինային աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունից։ Հիմա գլխավոր խնդիրը Գրենլանդիան չէ, գլխավոր խնդիրը Ուկրաինան է, ասել է Ռյուտեն։ Սա ինդիչալոց 3 էր անդրադարձել, իսկ հիմա արդեն այսօրվա իրադարձությունները, որ կապված բանակցությունների հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոց Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ Ուկրաինայի հակամարտությունը։ Բանակցությունները տևել են մոտ 4 ժամ եւ եղել են բացառիկ բովանդակալից կառուցողական եւ սկսեի չափազանց անկեղծ եւ վստահելի։ Հակամարտությունը դեռևս չի լուծվել, չնայած Մոսկվայի շահագրգռվածությանը։ Ռուսաստանի զինված ուժերը պահպանում են ռազմավարական նախաձեռնությունը մարտադաշտում եւ կշարունակեն հետապնդել ռազմական շրջանի նպատակները, նշել է Ուշակովը։ 4 տարի ակռվում են, բայց այնուամենայնիվ դեռ ասում է, որ Ամերիկան բան է խոստացել, որպեսզի նախնական նպատակներին հասնի, որը ռազմի դաշտում չի հասել։ ԱՄՆ պաշտոնյաներն արդեն մշակում են կոնկրետ ծրագրեր, որոնք կարող են իրականացվել ռազմական գործողությունների ավարտից հետո։ Կարևորն այն է, որ մեր նախագահի եւ ամերիկացի միջև այս բանակցությունների ընթացքում եւս մեկ անգամ շեշտվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու Անքորիջում, այսինքն օգոստոսի 15-ի անցյալ տարվա Ալյասկայի հանդիպման պարտավորությունները, որը Պուտինը դրել է Տրամփի վզին, ասма դա պետք է կատարես, որտեվ դրա մեջ հախեր կա, պայմանավորվածություններ կա։ Նորից հիշացնում է, այսինքն այդքան բան է փոխվել այս իրավիճակում։ Շարունակում են պնդել, որտեվ դրա հետ կապված բան ունեն պայմանավորված, որ առանց տարածքային հարցը լուծելու Անքորիջում համաձայնեցված բանաձևի։ Էլի նորից վերադառնում է այն ինչ որ համաձայնեցրել է։ Իմաստ չունի հույսը դնել երկարաժամկետ կարգավորման հասնելու վրա, ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ Բա Եվրոպային Ամերիկան ասում է պաշտպանում եմ քեզանից։ Բա ագրեսորին ճնշես է Եվրոպային էլի խնդիր ունի պաշտպանվելու որ։ Ումից է պաշտպանվելու։ Նրանից է պաշտպանվելու, որին օգտվում ես, որ Ուկրաինային հաղթի։ Ռուսաստանի նախագահի մամուլող խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը, նրանք պետք է դուրս գան այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է կարգավորման համար։ Այսինքն չես կարողանում գրավես, բայց պայմանավորվել ես Տրամփի հետ, հարցերը պայմանավորվել եք հողերն ու փողերը, եւ ասում ես դու պետք է դուրս գաս։ Այսինքն ոչ թե այն գիծը պահես, որտեղ գործողքը կանգնած է, այլ պետք է դուրս գաս։ Սա է Տրամփի պայմանավորվածությունը։ Եվրոպային վախացնում ես Ռուսաստանով, Ռուսաստան հետ գնում բան ես պայմանավորվում։ Ռուսաստանը որ ճնշես Եվրոպային վախացնելու կարիք չկա։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կկայանա Աբու Դաբիում ուրբաթ օրը երկու երկրների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դե իհարկե խոսքը այսօրվա մասին է, դեռ ինֆորմացիա չկա թարմ, որպեսզի դες ներկայացնեի։ Ուշակովը նշել է, որ Միացյալ Նահանգները զգալի ներդրում է ունեցել եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներում եւ հույս ունի դրանց հաջողության համար։ Իհարկե ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտնել է, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Ահա թե ինչպես է նա գնահատել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվող ուղիղ բանակցությունները։ Պուտինը զիջումների կգնա, բոլորը զիջումների կգնան դրան հասնելու համար։ Եվրոպան կլինի դրա մի մասը, նշել է Տրամփը։ Իդեպ նաև տեսեք, ասենք այս բանակցությունները գնում է Եվրոպա, լարվածություն պաշտպանում են Ուկրաինային, բայց բանի գործակալը Պուտինի եւ Տրամփի միաժամանակյա գործակալ Վիկտոր Օրբանը ինչ է ասում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել, Ուկրաինան փորձում է ազդել Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա, գիտակցելով, որ երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա նրան միանալ Եվրամիությանը։
երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա։ Ես կարծում եմ, որ առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների Եվրամիությանը միանալու օգտին, ասել է Օրբանը։ Էլիս են ճոռոմ 100 տարվա գրաֆիկ գծում են, մի օրվա կատարված իրադարձությունից գլուխ չեն հանում ինչա կատարվում։ Որտեղ հեշտ է 100 տարին ասել, դե ով պետք է ապացուցի, որով սա ով մեռած։ Բայց հարցը որն է, եթե դու գտնում ես, որ ով էլ գա խորհրդարանն այդ հարցը չի լուծելու, բան չի էս անհանգիստ, որ ուկրաինացիները ուզում են դու փոխվես։ Մենք չենք ուզում, որ նրանք միանան ԵՄ-ին, ընդգծել է Հունգարիայի վարչապետը, հավելելով, որ հենց այդ պատճառով է Կիևը հետարկրված ընդդիմության հաղթանակով եւ փորձում է միջամտել Բուդապեշտի ներքին գործերին։ Իդեպ, ամեն օր երբ արտանում է քնից Օրբանն ասում է Եվրամիությունը վերանում է, Եվրամիությունը վերանում է։ Բայց Եվրամիությունը որ վերանալու է 100 տարում չի վերանալու։ Բայց մեզ 100 տարի մենք չենք թողելու Եվրամիության մտնել։ Ուրեմն 100 տարի դու ես ապրելու, որ չես թողելու, թե 100 տարի Եվրամիությունն է մնալու, որ ամեն օր խոսում ես կործանումից։ Իդեպ մի հետաքրքիր բան էլ երեք Դոնալդ Տրամպը ասավ, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ կարող է ասել, որ ԱՄՆ սահմանները հատած ներգաղթյալներից ովքեր են հանցագործներ, ուղղակի նրանց վրա հայացք գցելով։ Ես խտրականությամբ չեմ զբաղվում, բայց որոշ մարդկանց նայելով կարող եք ասել, որ նրանք հանցագործներ են, ասել է ԱՄՆ նախագահը։ Դուք պատկերացնում եք, ժողովուրդ ջան, անմեղության կանխավարկածի հայիկը չանծեց, մայրիկն էլ հետը անծեց։ Պատկերացնում եք մարդ ասում մարդու դեմքին կնայեմ, կասեմ նա հանցագործ է։ Հա որ ուզերս կասես, հոհապացուցելու կարիք չկա, որ դու ասես երիքա էլի։ Կարակ ասեք տան սպանեն, ոտերները ջարդեն, գնա գցեն կոկորդիլոսների բերան։ Բա մի հատ բան էր ցույց տալի, ասում էր տեսեք այս կոկորդիլոսները ինչ հաճույքով կուտեն սրանց։ Հիշում եք այդ բանը ինքն էր գնացել բացմանանա մասնակցել։ Այսինքն երկրի ղեկավարը, որը աշխարհի ամենաժողովրդավարական երկրի համբավ ունի, կանգնում ասում է, որ ես մարդու դեմքին նայեմ, կասեմ նա հանցագործ է, թե չէ։ Եվ դա միջազգային համաժողովում է ասում։ Ժողովուրդ Ամերիկան ուղեցույց է եղել աշխարհի շատ երկրների ու շատ քաղաքացիների համար։ Ուղեցույց է եղել են աշճանի, որ գնացել են Մեքսիկայում բանտ են նստել ամիսներով, մենակ թե կարողանան մտնեն Ամերիկա, ազատ երկիր մտնեն, ժողովրդավար երկիր մտնեն։ Էս ինչ եք անում։ Դուք չեք պատկերացնի մոլորակում, քանի 100 հազարավոր, եթե չասեմ միլիարդավոր մարդկանց երազանք եք ոտատակ տալիս։ Ես սրանից կախված է նաև մեր մոլորակի անվտանգությունը, մեր տարածաշրջանի ու մեր երկրի, առավել ևս մեր երկրում տեսնում եք քաղաքականությունից ինչ ձևի են գլուխ հանում եւ ինչով են զբաղված։ Այ ամենամեծ խնդրեմը դա է, որ երեք արդեն համարեցին, որ իրանք հաղթել են Թրամփի հետ եւ իրանք սուրը փառքով դրեցին պատյան, հիմա կարան ուրիշ գործերով զբաղվեն։ Ու հետևանքները արդեն ժողովուրդը պետք է քաշի, թե ի վերջո արդյունքում ինչ կատարվեց։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։